Նախ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ ձեզ, պարոն քաղաքապետ, որ համաձայնեցիք պատասխանել Պանորամայի հարցերին։ Մեր համաքաղաքացիները մի քիչ մտահոգ են, շարունակ տեսնելով Ավան համայնքում տարվող աշխատանքները, բարեկարգման աշխատանքները, մի քիչ մտահոգություն ունեն, հնարավոր է դուք ավելի ուշադրությունից դուրս եք թողել Երևանի մյուս վարչական շրջանները։ Ես ասեմ, որ մտահոգության կարիք չկա, քանի որ ես բնակվում եմ, այսօր էլ բնակվում եմ Ավան վարչական շրջանում եւ եղել եմ Ավան վարչական շրջանի Աղային համայնքի ղեկավար, բայց այսօր Երևանի քաղաքապետ եւ ինձ համար 12 վարչական շրջանները հավասար են եւ իմ ուշադրության կենտրոնում են բոլոր վարչական շրջանները։ Իսկ ինչ մնում է բնակիչների կողմից անհանգստություն կա, ես վստահեցնեմ, որ ես ավելի շատ լինում եմ մյուս 11 վարչական շրջաններում իմ շրջայցերի ժամանակ եւ որոշ ծրագրերը իրականացնում ենք այսօր այդ 11 վարչական շրջաններում, բայց բնական է Ավան վարչական շրջանում իր հունով ծրագրային փուլով ծրագրերը իրականացվում են։ Իսկ ինչ մնում է համաչափ զարգացման հետ կապված, մենք նախընտրական մեր ծրագրում նշել ենք այս 4 տարվա ծրագրով, որը մեր քաղաքացիների կողմից հավանություն է արժանացել եւ այդ վստահությունն ենք ստացել, որ Երևան քաղաքը համաչափ զարգանա եւ արդեն նկատելի է դառնում, որ իրականում Երևանի կենտրոնից որոշ խոշոր ծրագրեր իրականացնում են մյուս վարչական շրջաններում։ Որոշ վարչական շրջաններում արդեն տեսանելի է դառնում եւ այն կենտրոնները համաչափ զարգացման մեջ մենք բոլոր վարչական շրջաններում ունենալու ենք կենտրոններ եւ արդեն Աչափնյակ վարչական շրջանում այդ կենտրոնն ենք ստեղծում եւ բարեկարգում ենք այնտեղի թե այգին, թե կենտրոնը, պուրակը, ունենք նոր Մարաշում արդեն բարեկարգված կենտրոն, Էրեբունի վարչական շրջանում կենտրոն եւ այդ կենտրոնները շարունակվելու են Մալացիա, Սևաստիա, Աչափնյակ վարչական շրջանում, Շենգավիթ վարչական շրջանում, Նոր վարչական շրջանում եւ բոլոր վարչական շրջաններում։ Շրջելով մայրաքաղաքով հաճախ տեսնում ենք անավարտ մնացած շինություններ, պարոն քաղաքապետ։ Ինչ է լինելու այս շինությունների ճակատագիրը, արդյոք քաղաքապետարանը ունի լծակներ սրանց արագ լուծում տալու եւ արագ աշխատանքները ավարտելու համար։ Անավարտ շինությունների հետ կապված ստեղծվել է աշխատանքային խումբ, նաեւ կա վարչապետի կողմից առաջարկություն, նաեւ կառավարությունն է ստեղծված աշխատանքային խումբ, որտեղ թե իրացման գոտիներում, թե անավարտ շենքերի հետ կապված քննարկումներ անեն, վերանայեն փաստաթղթերը եւ այդ աշխատանքային խմբի եզրակացությունից հետո արդեն մենք մեր կարծիքը աշխատանքային խմբում նաեւ ընդգրկված են քաղաքապետարի ներկայացուցիչները եւ ակտիվ մասնակցում են այդ աշխատանքներին։ Արդեն 2 տարի է ինչ խոսվում է մայրաքաղաքը բեռնաթափելու ծրագրի մասին։ Ինչ է իրենից ենթադրում այս ծրագիրը եւ որոնք են հաջորդական քայլերը։ Հիմնականում բեռնաթափման մասով տրանսպորտային առումներով բեռնաթափումն է, որը մենք հայեցակարգ ենք մշակել քաղաքային տրանսպորտի ուղղությամբ, որ միկրոավտոբուսները փոխարինվեն միջին տարողությամբ եւ մեծ տարողությամբ ավտոբուսների, արդեն հայեցակարգ ունենք, ցանցը հաստատված է Երևան քաղաքի տրանսպորտային եւ մրցույթներ են հայտարարված, մենք մինչեւ տարեվերջ մրցույթները կավարտենք եւ 2500 միկրոավտոբուսից արդեն կունենանք 1500 միկրոավտոբուսից, իսկ այդ քանակությամբ կավելանան ավտոբուսներ, որը ավելի հարմարավետ են մեր քաղաքացիների համար սպասարկման առումով, իսկ բեռնաթափման մասով նաև մենք մտածում ենք նոր ճանապարհներ կառուցելու։ Այս տարի 12 թվականին մենք կառուցում ենք 2 մեծ ճանապարհներ, Լենինգրադյան եւ Իսակով փողոցները իրար միացնող եւ մինչեւ 13 թվականի սկիզբը այդ ճանապարհը կավարտենք եւ այնտեղ մոտ 3 վարչական շրջան կարողանան մեքենաները երթևեկել։ Իրար կապող փողոցներ կլինեն, իսկ երկրորդ փողոցը Ուլնեցի Ռուբինյանց փողոցն է Քանաքերզեյթունում, որը Ուլնեցի փողոցից մինչև Ռուբինյանց փողոց կլինի արագընթաց փողոց, որը էլի բեռնաթափման մի խնդիր կլուծենք։ Մենք խրախուսում ենք այն ներդնողներին, ովքեր Երևան քաղաքում ստորգետնյա ավտոկայանատեղեր
կստեղծեն եւ նաեւ մեր քաղաքացիները պետք է սովորեն, որ մեքենաները արդեն պետք է ավտոկայանատեղերում կանգնեցնել։ Կնշանակի մայրաքաղաքի հատկապես բանուկ փողոցներում մենք այլևս չենք տեսնի կայնած ավտոմեքենաներ։ Մասնավորապես Վազգեն Սարգսյանի անվան փողոցը կմաքրվի ավտոմեքենաներից։ Մենք Շահումյան հրապարակի հետ կապված ներդնողների հետ բանակցում ենք, որ ունենան ստորգետնյա ավտոկայանատեր։ Իսկ նոր շենք շինություններ կառուցողներին, սեփականատերերին պարտադրվում է արդյոք ավտոկայանատեղիներ կառուցել։ Վերջի տարիների ընթացքում այն նախագծերը, որոնք բազմաբնակարան շենքերի համար եւ հասարակական շենքերի համար նախագծեր են հաստատվել, դա եղել է պարտադիր պայման, որ ունենան ավտոկայանատեղեր եւ երկրորդ պարտադիր պայմանը եղել է հաշմանդամների համար ունենան տեղեր։ Պարոն քաղաքապետ, նկատել եմ, որ մայրաքաղաքում մեծ թափով շարունակվում են այգիների ու պուրակների բարեկարգման եւ կանաչապատման ծրագիրը։ Քաղաքապետարանի հարևանությամբ գործող այգում եւս նախատեսված են նոր աշխատանքներ, թե ոչ։ Այգու վարձակալի հետ բանակցում ենք եւ համապատասխան այգու վարձակալը ներկայացրել է նախագիծ, բարեկարգման նախագիծ։ Հիմա դենդրոն նախագիծ են ներկայացրել, մենք բնապահպանական հանձնաժողովի քննարկմանը կդնենք եւ հանրության կիրազեկենք։ Նոր ըստ դրանից հետո մենք ժամկետների մասին կխոսենք, բայց որ պետք է այգին բարեկարգվի եւ ծառայի իր նպատակին, միանշանակ դա պետք է լինի։ Պարոն քաղաքապետ, դուք Երևանի պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքապետն եք։ Ըստ էության ձեզնից շատ լուրջ սպասելիքներ ունեն հատկապես երիտասարդները, երիտասարդ երևանցիները։ Ձեր կադրային քաղաքականության մեջ որքանով եք դուք տեղ հատկացնում երիտասարդ սերնդին։ Ես կողմնակից եմ երիտասարդներին անպայման աշխատանքով ապահովելու համար, մենք բազմիցս մրցույթներ ենք հայտարարում եւ շատ երիտասարդներ են դիմում այդ մրցույթներին եւ հաղթող են ճանաչվում, բայց չմոռանանք նաեւ փորձառու մարդիկ են անհրաժեշտ եւ այն տարիքով փորձառու մարդիկ, որոնք աշխատում են պետական եւ համայնքային ապարատում, իրականում իրենց կարիքներ կա եւ իրենք է պետք է իրենց փորձը փոխանցեն երիտասարդության։ Մասնավորապես ազատ ժամանցի կազմակերպման առումով Երևանի կենտրոնը խիստ հագեցած է, բայց հաշվի առնենք եւ դուք Երևանի կենտրոնի բնակիչ չեք եւ շատերը Երևանի կենտրոնում կարծես թե չեն կարողանում համակերպվել այս բումին։ Ինչ սպասելի կարող է մնալ այսօր երևանցի երիտասարդը ձեզնից, որքանով է ձեր ուշադրությանն արժանանում այս առումով մյուս վարչական շրջանները։ Այո, իրականում դա իմ խնդիրն է նաև համարում, բայց ես համաչափ զարգացում նաև նկատի այդ առումով եւ մենք մյուս վարչական շրջաններում այդ կենտրոններն ենք ստեղծելու եւ դրա համար ընդհանրապես ժամանակ է անհրաժեշտ, մեկ տարում դա չեն կարող կյանքի կոչել, բայց հույս ունեմ շատ կարճ ժամանակահատվածում մենք կարողանանք դա կյանքի կոչել։ Հատկապես ձեր Facebook-յան էջում ժամանակ առ ժամանակ հայտնվում են Երևանի վարչական շրջանների ղեկավարները կանաչապատման ծրագրերի, բարեկարգման ծրագրերի լուսանկարներով եւ փոքրիկ պատմություններով։ Հետաքրքիր է իմանալ ձեր վերաբերմունքը, մասնավորապես որ վարչական շրջանի ղեկավարի աշխատանքն է ձեզ ավելի դուր գալիս, գոհացնում։ Բնականաբար ես կցանկանայի, որ 12 վարչական շրջանի ղեկավարներն էլ իրականում աշխատանքը լիներ գերազանց եւ մենք ունենք գնահատական դնելու աշխատանքների, որը ամեն ամիս գնահատվում է 12 վարչական շրջանների բոլոր ոլորտների աշխատանքները եւ կիսամյակը մեկ ամփոփվում է, նույնիսկ այս կիսամյակում Դավիթ Հաշեն վարչական շրջանի աշխատակազմը եւ իր կատարած աշխատանքը գնահատվեց գերազանց եւ դրանով քաղաքապետային կողմից վարչական շրջանը պարգևատրվեց։ Պարոն քաղաքապետ, իսկ որ վարչական շրջանի ղեկավարն է իր աշխատանքներում ամենապասիվը։ Ես չէի ասի պասիվ աշխատող, կան վարչական շրջաններ, որտեղ ավելի շատ են խնդիրները, եւ այդ խնդիրներին պետք է բոլորս վարչական շրջանի ղեկավարի կողքին կանգնենք, որ հաղթահարենք այդ խնդիրները։ Եթե մարզպետները իրենց աշխատանքները կարողանում են մեծապես կատարել նաև իրենց մարզերում գործող հանքարդյունաբերողների կամ առհասարակ գործարանների աջակցությամբ, այդ առումով նկատենք, որ դուք բավականին շահեկան վիճակում եք, պարոն քաղաքապետ, քանի որ Հայաստանի օլիգարխների մեծ մասը հիմնականում երևանցիներ են, նաև բավականին հայտնի գործարարներ։
Դուք այս առումով որքանով եք կարողանում եւ ցանկանում նրանց ռեսուրսները ծառայեցնել Երևանի ծրագրերի իրականացմանը եւ որքանով են իրենք մասնակցում Երևանի զարգացմանը։ Մենք բոլոր գործարարներին կոչ ենք անում, որ ովքեր ուզում են բարեկարգել տարածքները, ովքեր ուզում են ներդրումներ իրականացնել, մենք պատրաստ ենք քննարկելու եւ աջակցել։ Իսկ եղել են վերջին շրջանում առաջարկներ հենց իրենց կողմից։ Եղել են բազմաթիվ առաջարկներ եւ մենք իրենց հետ համատեղ իրականացրել ենք շատ ծրագրեր։